Ասա 4 բան, որ միայն հարսները կհասկանան։ Թե ինչքան դժվար է այդ շորով ամբողջ օրը լինել, շորի հետ նաև բարձրակրունկներով, ինչքան դժվար է այդքան հյուրերին մոտենալ, շնորհավորանքներ ընդունել։ Ասա 4 հետաքրքիր գաղափար հարսանիքի հետ կապված, որ միշտ ունեցել ես, բայց չես առաջարկել։ Գնացեք Հայաստանից դուրս նշեք։ Չեմ կնա առաջարկեմ նավի վրա էր տանք, ժայռի վրա անենք։ Մեկի Արարատի գագաթին կարելի է հարսանիք անել։ Էդի ոչ մեկի չեմ առաջարկել, էլի, հա, ցուրտ կեր ինձ։ Արագածին է կրնանք առաջարկել։ Կան երեխային չխարսի բարի վաղտ վազը։ Թեկա, էլի կրնանք կլորվի։ Ասա 4 ուտելիք, որը կարող է պատրաստել ամուսինը։ Ծվածեղ պամիդորով սպեցիալական։ Իսկական հայ տղամարդ։ Կարտոշկա շարիկ։ Ես էդի շատ եմ սիրում, ինքը շատ համով է սարքում։ Ես գիտեմ ուր դե անել, ասոտ էլի։ Շատ համով խորոված է սարքում։ Մեր բոլոր առիթներին ինքը սարքում։ Խորոված։ Հա։ Տորտ լավ կթխե։ Չէ։ Ես գիտեմ մարդ, ով որ լավ կթխե։ Գայնե Փեստրին։ Գայնե Փեստրին ունի քաղցր անակնկալ քեզ։ Եթե ձեր տանը լինի կնունքներ, ծնունդներ, հարսանիքներ, դիմեք Գայնե Փեստրին, նա 20000 դրամ կզեղչի արված գումարից։ Ասա 4 բան, որ կարող է քեզ հունից հանել հարսանիքների ժամանակ։ DJ-ին խանգարողները, երաժիշտներին խանգարողները, չլսող մարդիկ, այն որ ինչ կուզեն կենեն, երբ կուզեն կենեն, հարսի բարի ժամանակ են վազող երեխեքը։ Զաղացների սերտով խոսամ էլի մենակ։ Որ ամենավերջում կուկանք սեն ախպեր մենք կարանք մի ժամի ավել մնանք այդ մարդիկ։ Սա հարցու պատասխանն է։ Այս խաղը խաղալու ենք այն մարդկանց հետ, ում հարսանիքները ես եմ վարել կամ վարելու եմ։